Open Media-ի ուղիղ եթերում իր աշխատանքն է սկսում Re-News լրատվականի առաջին թողարկումը, ես Լուսինե Ղարսայանն եմ, բարև ձեզ։ Սկսենք Երևանում ադրբեջանցիների և թուրքերի մասնակցությամբ արդեն երկրորդ օրը շարունակվող խաղաղության ֆորումից 17 երկրից հրավիրված փորձագետների առաջ այսօր արտգործնախարար Արարատ Միրզոյանն է ելույթ ունեցել։ Ալիևի Սևան Գյոյչա պնդումներին է արձագանքել ու ընդունել, որ այդ ձևակերպումը չի տեղավորվում խաղաղության նարատիվի մեջ։ Բայց սրան զուգահեռ խոսելով Թուրքիայի հետ հարաբերություններից ասել է, թե շատ մեծ լավատեսություն ունի, որ շուտով շոշափելի արդյունքներ կգրանցվեն։ Նախարարը հավանաբար ակնարկել է հայ-թուրքական սահմանի բացումը, բայց արդյոք միամտություն չէ կարծել է, որ կառուցողական արտահայտվող Ադրբեջանի կողքին կարելի է համատեղել Թուրքիայի հետ մեծ լավատեսությունը։ Մյուս կողմից ինչ կտա մեզ այդ սահմանի բացումը։ Այսօր ֆորումի ժամանակ լրագրողներին այս հարցը տվել են Թուրքիայի Մեջլիսի նախկին պատգամավոր Կարո Փալյանին և թուրք փորձագետներին, թե ինչ են պատասխանել, դիտենք ռեպորտաժում։ Հարավային Կովկասի երկրները դատապարտված են համագործակցության։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանն է այսպես ձևակերպում խոսքը խաղաղությանը նվիրված ֆորումի ընթացքում, որին մասնակցում են նաև թուրք և ադրբեջանցի պատվիրակներ։ Նրա խոսքով Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի երկարաժամկետ իրականացման երաշխիքը փոխադարձ շահն է, այլ ոչ թե երրորդ երկրների միջամտությունը։ Այս փոխշահավետությունն է, որը կարծում եմ հարատևություն, երկարատև կյանք է հաղորդելու խաղաղության համաձայնագրին, որը կստորագրվի հռչակագրին, որը երկրների ղեկավարների կողմից ստորագրվել է կանոնակարգին սահմանազատման, որը վավերացվել է մեր ազգային ժողովում։ Երբ կկառուցվի Թրամփի ճանապարհի Հայաստանով անցնող հատվածը, նախարարը դժվարանում է ասել, բայց շեշտում է, հենց այսօր էլ ամերիկյան կողմի հետ քննարկում են տեխնիկական հարցերը։ Իսկ ինչպես է խաղաղության օրակարգում տեղավորվում Բաքվից շարունակ հնչող ապակառուցողական խոսույթը, մասնավորապես Ալիևի վերջին հայտարարությունը կապված Սևանա լճի անվան հետ։ Չի տեղավորվում եւ մի ճշտմամբ իհարկե չեմ ուզում ոչ մեկի փաստաբանություն անել, բայց ձևակերպումը այդպես է, չէ՞, ցարական քարտեզներում չկա Սևան, կա Գյոկչա։ Չեմ կարծում, թե սա կարելի ասել, որ այսօրվա Սևան Ալիևը ասում է, որ այսօր չկա Սևան, կա Գյոկչա։ Անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերություններին Միրզոյանն ասում է, կա ամենօրյա երկխոսություն, եւ այդ երկխոսության վերջնանպատակը սահմանների բացումն է եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը։ Առաջիկայում մենք կունենանք շատ շոշափելի արդյունքներ այս ճանապարհին։ Իհարկե դրանց մի մասը Գյումրի-Կարս երկաթվող բացումն է։ Հայ-թուրքական սահմանի բացման մասին է խոսել Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Կարո Փայլյանը։ Նա հույս է հայտնել, որ 2025-ի հունվար-փետրվարին դրական զարգացումներ ենք տեսնելու։ Երրորդ երկրների քաղաքացիները համար ասփացումը հունվարին, եթե ամեն ինչ լավ է, անգեհետ հուսամ քանի ամիսի մեջ Թուրքիա եւ Հայաստանի քաղաքացիներն ալ Թուրքիա եւ Հայաստան պիտի գրանան երթալ։ Թուրք փորձագետը, որ նաև լրագրող է, դրական է գնահատում սահմանի բացումը, ասում է Թուրքիայում մարդիկ ծարավ են խաղաղության, բայց այնուամենայնիվ չպետք է իրականությանը վարդագույն ակնոցով նայել։ Ես միշտ ասում եմ, որ հենց հիմա է, որ Թուրքիան եւ Հայաստանը պետք է բացեն իրենց սահմանները երկու երկրների բնակչության համար, բայց սա որպես լրագրող եմ ասում։ Ես այդքան էլ վստահ չեմ, թե արդյոք թուրքական կառավարությունը այդ փուլում է, քանի որ Թուրքիան եւ Ադրբեջանը շատ մտերիմ հարաբերություններ ունեն։ Կարո Փայլյանն ասում է, եթե նախկինում հայ-ադրբեջանական հարաբերությունները խանգարում էին Թուրքիայի հետ հարաբերություններին, հիմա երկուսը միասնաբար են առաջ ընթանալու։ Այս ամիսները շատ որոշիչ կդառնա Թուրքիա-Հայաստան նորմալիզացիայի եւ Հայաստան-Ադրբեջան նորմալիզացիայի եւ եթե արամիդիալ երկրներն ալ քիչ մը օգնե կարծեմ Թուրքիա համոզելու համար եւ Բաքուի նախագահ Ալիևը համոզելու համար կարծեմ ամեն ինչ գտնա շարժել միասնաբար։ Հարցին, թե ինչպես ենք Թուրքիայի հետ հարաբերություններ զարգացնելու, երբ այդ երկիրը մինչև օրս չի ճանաչել հայոց ցեղասպանությունը, Փայլյանն ասում է, պետք է հիմա հարաբերություններ ու ապագա կառուցել Թուրքիայի հետ, դրանից հետո միայն հնարավոր կլինի խոսել անցյալի մասին։ Մերի Դանիելյան, Re-Open Media։
Ալիևի Սևանի անվան մասին դիտարկումները բնականաբար լեզվաբանական ստուգաբանության չեն ենթարկվել։ Դա հստակ մեսիջ էր, որ իրենց պահանջները չեն վերջացել ու դեռ մի մեծ ցուցակ ունեն։ Մի խոսքով Ադրբեջանում պատմականորեն շատ հարմար շրջան է արևմտյան Ադրբեջանի շինծ ու թեզը առաջ մղելու համար։ Ու սա ընդամենը ինչ-որ փոքր հասարակական կազմակերպություն չէ, որին պետք է լուրջ չվերաբերվել, սա պետական աջակցություն ու ֆինանսավորում ունեցող կազմակերպություն է եւ այդ մասին բացահայտումներ են անում միջազգային հայտնի լրատվամիջոցները։ Իմ գործընկեր Մոնիկա Հայրոյանը պատմաբանի ու ադրբեջանագետի հետ փորձել է հասկանալ ինչպես է պետք ոչ միայն Հայաստանը որպես պետություն, այլև մենք որպես հանրություն համարժեք արձագանքենք այս քարոզչությանը։ Մեր թվարկությունից առաջ 8-րդ դարի ուրարտական քարտեզն է, իսկ սա Սևանալիճը կամ Սիուանը։ Իսկ թե որտեղից սա գիտենք, ահա այս արձանագրությունից, որը թողել է ռուսա առաջինը։ Իսկ սա 1832 թվականին քարտեզագիր Ֆրեդերիկ Դյուբուա դե Մոնպենիեի շրջագայությունից հետո հրապարակված քարտեզն է, որտեղ նույնպես գրված է Սևան։ Իսկ Իլհամ Ալիևը փորձում է հակափաստարկներ գտնել այս ամուր եւ ոչ քակտելի իրականությանը, պեղելով ու վկաբերելով 20-րդ դարի սկզբին հին ռուսական կայսերական քարտեզները։ 20-րդ դարի սկզբին հին ռուսական կայսերական քարտեզները հստակ ցույց են տալիս, որ այսօրվա Հայաստանի տարածքում գրեթե բոլոր տեղանուններն ադրբեջանական ծագում ունեն։ Չկա Սևանալիճ, բայց կա Գյոյչա լիճը։ Մենք չենք ստեղծել այս քարտեզները, դրանք կազմել է ցարական Ռուսաստանը, որը Ղարաբաղը վերաբնակեցրել է Իրանի եւ Արևելյան Անատոլիայի հայերով էթնիկ կազմը փոխելու համար։ Այս քարտեզներն արտացոլում են պատմական ճշմարտությունը։ Ալիևը պահանջներ ունի բոլորից մեր տարածաշրջանում։ Պատմաբանի խոսքով Ադրբեջանը գոյություն ունենալու համար որդեգրել է ագրեսիվ ու էքսցենտրիկ քաղաքականություն։ Ադրբեջանը որդեգրել է ագրեսիվ ռազմավարություն, գոյություն ունենալու, ընդարձակվելու հարևան պետությունների հաշվին եւ ոչ միայն Հայաստանի, հետո նրանք պահանջներ ունեն Իրանի Իսլամական Հանրապետությունից, նրանք պահանջներ ունեն նաեւ Վրաստանից, Հայաստանի մասին էլ չեմ ասում, նույնիսկ Թուրքիայից։ Ադրբեջանագետ Անժելա Էլիբեկովան նշում է, որ զարմանալի ոչինչ չկա Ալիևի ռազմավարության մեջ։ Արցախի փոխարեն սկզբից Լեռնային Ղարաբաղ անվանումը, հետո էլ ավելի կրճատեցին ուղղակի Ղարաբաղ անվանումով եւ մեծ հաշվով այստեղ զարմանալու բան չկա, հա, դա ընդհանուր այո ռազմավարության մի մաս է կազմում։ 921 թվականին պատմագիտության մեջ հայտնի Սևանի նշանավոր ճակատամարտն է, որի մասին դեպքերի ժամանակակից Հովանես Դրախտանակերտցի կաթողիկոսը գրում է. Աշոտ թագավորը Գեղարքունյաց Ծովի ջարդեց արաբներին։ Նույն ճակատամարտի մասին Մովսես Կաղանկատվացին գրում է որպես գեղամա ծովի ափին կայացած։ 10-րդ դարի արաբ հեղինակ Ալ-Մասուդին գրում է. հայոց թագավորը հաղթեց մուսուլմաններին Բուզանդի ծովի մոտ։ Ալ-Յակուբին Ալ-Ջազիրա է անվանում, այսինքն կղզի ունեցող լիճ։ Հույն պատմիչ Կոնստանտին Պորֆիրոգենետը գեղամա լիճ։ Ում ապացուցելու կամ համոզելու, որ սա Հայաստանն է։ Արդյոք մենք ինչ-որ մեկին կարիք ունենք ապացուցելու կամ համոզելու, որ սա Հայաստանն է։ Սա ապացուցված է ոչ միայն մեր պատմությամբ, այլև իրենց ժամանակների կայսրությունների պատմությամբ։ Վերջին տարիներին Ադրբեջանն արշավ է սկսել նվիրված այսպես կոչված Արևմտյան Ադրբեջան նախաձեռնությանը, որով Բաքուն նկատի է առնում ոչ թե իր սեփական տարածքը, այլ Հայաստանի զգալի մասը կամ ամբողջ տարածքը։ Օսի մեդիան բացահայտել է, որ Ադրբեջանի նախագահի աշխատակազմը համակարգել ու ֆինանսավորել է Արևմտյան Ադրբեջան նարատիվի միջազգային տարածումը մարդասիրականի քողի տակ պատրաստելով հող հայկական տարածքների նկատմամբ պահանջների համար։ Արշավը ներկայացվում է իբրև մարդասիրական ջանք աջակցելու Խորհրդային Միության փլուզման ժամանակ Հայաստանից տեղահանված ադրբեջանցիների անվտանգ եւ արժանապատիվ վերադարձին։ Սակայն ժամանակի ընթացքում այսպես կոչված Արևմտյան Ադրբեջան նարատիվը վերածվել է պետության կողմից ուղղորդված հաղորդակցման ռազմավարության, որը Բաքուն պարբերաբար օգտագործում է որպես քարոզչական գործիք։ Իդեպ ոչ միջնադարյան, ոչ նոր շրջանի քարտեզներում կամ փաստաթղթերում, նույնիսկ ռուսական կայսրության մայրամուտին տպագրված քարտեզներում Արևմտյան Ադրբեջան տերմինը չի հանդիպում։ Դա քաղաքականորեն եւ ադրբեջանական իշխանության հորինած ու նոր ստեղծված ձևակերպում է։ ԹԿ-ները բացվում էին 22 թվականին, 21-22 թվականին, հա, պաշտոնական այդ այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի համայնքը բացմանը այդ շենքի ներկա եղել Իլհամ Ալիևը։ Մեծ, երկար, բովանդակալից ելույթ ունեցել, ներկայացնելով այդ ամբողջ կոնցեպտը որպես պետական ծրագիր 10 ամյակների։
Փորձագետների խոսքով այս քարոզչությունը Ադրբեջանը տարիներ շարունակ աթեցնում է ոչ միայն հայերի, այլև ամբողջ աշխարհի ականջին։ Բայց ասում են նրանք ժամանակն է փոխել դիրքերը, ոչ թե պաշտպանվել, այլ նախաձեռնությունը վերցնել մեր ձեռքը։ Վերջապես մեր թիկունքում հազարամյակների պատմություն ու անհերքելի փաստեր են։ Մոնիկա Հայրոյան, Դավիթ Եղիազարյան, Reopen Media։ Փոխարենը ցորենային դիվանագիտության մեջ հաջողություններ կան, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սոցցանցի իր էջում գրել է, թե լավ լուր ունի, ապա շրջափակումից այս պահին ռուսական ծագման ցորենը Ռուսաստանից երկաթուղով տեղափոխվում է դեպի Հայաստան, Ադրբեջանի տարածքով։ Հիշեցնեմ, որ ղազախական ցորենի առաջին խմբաքանակն Ադրբեջանի տարածքով արդեն իսկ Հայաստանում է։ Այս մասին երեկ տեսանյութ էին տարածել ադրբեջանական լրատվամիջոցները։ Արդյոք չի խանգարելու ամերիկյան ներկայությունը Հայաստանում և ամերիկյան պատժամիջոցները Իրանի նկատմամբ հայ-իրանական հարաբերությունների վրա։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանին այսօր հարցրել է Reopen Media-ի պարսկալեզու ծառայության մեկնաբան փորձագետ Փույա Հոսեյնին։ Լսենք, թե ինչ է պատասխանել նախարարը։ Ինչպես կարանք անենք, որպեսզի Իրան-Հայաստանի հարաբերությունները, տնտեսական հարաբերությունները, քաղաքական հարաբերությունները երրորդ կողմը չի խոչընդոտի եւ այդ պատժամիջոցները ինչպես կարաք դուք որպես անկախ երկիր այդպես անեք ձեր գործընկերների հետ, արևմուտքի հետ, ինչպես թե երկխոսություն ունենաք, որ այդ հարաբերությունները Իրան-Հայաստանի մեջ, Իրան-Հայաստանի մինչև չխոչընդոտեն։ Մենք իհարկե շատ հրաշալի մեր հարաբերություններ ունենք ձեր նշած երկրների հետ, մեր համար շատ կարևոր են մեր հարաբերությունները Հնդկաստանի հետ։ Գիտեք, վստահ եմ ինչպիսի մեծ համագործակցություն կա եւ համագործակցության հեռանկարներ մեր համար կարևոր են համագործակցությունը ծոցի երկրների հետ, այդ թվում նաեւ Արաբական Միացյալ Էմիրատների, ընդ որում նույն ուրեմն ենթակառուցվածքների տնտեսական տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման կոնտեքստում եւս եւ այս ամեն ինչի զատ ես քիչ առաջ առիթ ունեցա ասելու մեր համար շատ կարեւոր են մեր հազարամյակների հարևան եւ բարեկամ Իրանի հետ եւ ոչինչ աշխարհում այս բարեկամություն եւ գործընկերությունը չի կարող խաթարել դա կլինի քայլ Հայաստանի Հանրապետության դեմ այսինքն ես չեմ պատկերացնում Հայաստանի Հանրապետության որևէ կառավարություն, որը չի շարունակի Իրանի հետ հարաբերությունը, այդ նույն եղբայրության հարևանության մթնոլորտում միջավայրում։ Հիմա սրան զուգահեռ իհարկե կան միջազգային սանկցիաներ, պատժամիջոցներ, որոնք մենք չենք շրջանցելու եւ չենք շրջանցել երբեք։ Վերջին 3 տարում առաջին անգամ Մոսկվայում հանդիպել են Ռուսաստանի և Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարները Սերգեյ Շոյգուն և Արմեն Գրիգորյանը խոսել են ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստից հետո։ Շոյգուն ասել է, որ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը և հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքը չեն մրցակցելու միմյանց հետ։ Երկու ճանապարհներն էլ ըստ ռուս պաշտոնյայի ոչ միայն գոյության իրավունք ունեն, այլև անհրաժեշտ են Ադրբեջանը նրա տարածաշրջանների հետ կապելու և երկրների միջև առևտրի համար տրանսպորտային միջանցքներ ստեղծելու համար։ Ինչպես արդեն երեկ տեղեկացրել էինք, Ռուսաստանի նախագահ Պուտինն ու Ալեքսանդր Նևսկու շքանշան է հանձնել հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս arczepiskopos Ներսիսյանին։ Արարողությունը կայացել է Կրեմլում, շքանշանը Սրբազանի կրծքին ամրացրել է անձամբ Կրեմլի ղեկավարը։ Ինչպես գիտեք, Եզրաս Սրբազանը ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի կրտսեր եղբայրն է ու կաթողիկոսի դեմ այս արշավի ընթացքում բազմիցս հիշատակվել է նաև նրա անունը, իշխանականները նրան մեղադրել են KGB-ի գործակալ լինելու համար եւ այլն։ Ալեքսանդր Նևսկու շքանշանը միակ շքանշանն է, որ եղել է ցարական, խորհրդային եւ Ռուսաստանի Դաշնության պետական պարգևների ցանկում։ Իսկ Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորել փորձող Վրաստանին Եվրամիությունը մեղադրում է աննախադեպ հետընտացի մեջ։ Թբիլիսին պատասխանում է հակադարձ մեղադրանքներով։ Վրաստանի կառավարությունը համարում է, որ Եվրաընտանիքի վերաբերմունքը անարդար է ու դրա պատճառով այժմ լուրջ ճգնաժամ է Թբիլիսիի եւ Բրյուսելի միջև, այնքան որ հնարավոր է կասեցվի Վրաստանի համար առանց վիզայի ռեժիմը։
Հրապարակվել է Եվրամիության ընդլայնման վերաբերյալ 2025 թվականի զեկույցը, որում խիստ քննադատության է ենթարկվում Վրաստանը երկրում իրավիճակի կտրուկ վատթարացման պատճառաբանությամբ։ Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է, որ Վրաստանը Եվրոպական միության անդամակցության թեկնածուների շարքում միակն է, որը անդամակցելու ճանապարհին գրանցել է ոչ միայն հետընթաց, այլև զգալի հետընթաց։ Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին զեկույցը աղետալի է անվանել Վրաստանի եվրոպական նկրտումների համար, նշելով, որ վերջին 1 տարվա ընթացքում երկիրը հեռացել է Եվրամիությունից, այլ ոչ թե մոտեցել։ Դեսպանի խոսքով զեկույցի սուր բովանդակությունը պայմանավորված է Եվրամիության հասցեին Վրաստանի իշխանությունների հնչեցրած թշնամական հռետորաբանությամբ, ապատեղեկատվությամբ եւ դավադրության տեսություններով։ Բացի այդ, օրենսդրական փոփոխությունները եւ համակարգային ճնշումները վնաս են հասցրել քաղաքացիական հասարակությանն ու լրատվամիջոցների անկախությանը, իսկ իրավապահների կողմից ուժի չարաշահումը մնացել է անպատիժ։ Ինձ համար, որպես Եվրամիության դեսպան, հեշտ չէ ներկայացնել այս տարվա զեկույցը։ Ցավոք, զեկույցի եզրակացությունները կործանարար են Վրաստանի եվրոպական ձգտումների համար։ Ճշմարտությունն այն է, որ Վրաստանն այսօր Եվրամիության անդամակցությունից շատ ավելի հեռու է, քան 2023 թվականին, երբ նրան շնորհվեց թեկնածուի կարգավիճակ։ Վերջին 1 տարվա ընթացքում հետընթացի մակարդակը բացարձակապես աննախադեպ է։ Ի պատասխան իշխող վրացական երազանք կուսակցության ներկայացուցիչ խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հակադարձ մեղադրանքներ է հնչեցրել, պնդելով, որ իրականում հետընթաց ապրում են հենց Եվրամիության կառավարող ինստիտուտները։ Պապուաշվիլին Բրյուսելի բյուրոկրատիան մեղադրել է թաքնված քաղաքական օրակարգի, անպարտավանության եւ անհարգալից վերաբերմունքի մեջ այն երկրների հանդեպ, որոնք չեն ցուցաբերում կույր հնազանդություն։ Պապուաշվիլիի խոսքով զեկույցը լի է մաշված քաղաքական մեղադրանքներով, ստով ու միտումնավոր վնասարարությամբ եւ Բրյուսելի պատկերացումները ոչ մի ընդհանուր բան չունեն իրական Վրաստանի հետ։ Այսօր Եվրահանձնաժողովի ներկայացրած Վրաստանի վերաբերյալ ընդլայնման զեկույցը բյուրոկրատիայի լավ օրինակ է, որտեղ օրգանապես միահյուսված են մաշված քաղաքական մեղադրանքները, սուտը, թշնամական հռետորաբանությունը եւ դիտավորյալ վնասարարությունը։ Դե Բրյուսելի աշխատասենյակներից էլ տեսանելի Վրաստանն է, որը ոչ մի ընդհանուր բան չունի իրական Վրաստանի հետ։ Ցանկանում ենք հստակ հայտարարել, որ նման անարդար կողմնակալ հակաժողովրդավարական երկրի բևեռացմանը միտված եւ ապա կառուցողական վերաբերմունքի արդյունքում եթե որևէ մեկը հետընթաց է ապրում, ապա դրանք հենց Եվրամիության այսօրվա կառավարող ինստիտուտներն են։ Վրաստանի արտաքին գործերի նախարարության Եվրամիության զեկույցի վերաբերյալ հայտարարությունը եւս վկայում է Թբիլիսիի եւ Բրյուսելի միջև հարաբերությունների խորը ճգնաժամի մասին։ Վրաստանի կառավարությունը ընտրել է հակադարձ մեղադրանքների ռազմավարությունը։ Մտահոգիչ են Վրաստանի նկատմամբ Եվրամիության ինստիտուտների ձեռնարկած քայլերն ու հայտարարությունները, որոնք նպատակ ունեն ազդեցություն ունենալ Վրաստանի ներքին քաղաքականության վրա եւ հակասում են ինչպես Վրաստան-Եվրամիություն հարաբերությունների ոգուն, այնպես էլ մեր ընդհանուր շահերին։ Դատապարտում ենք բոլոր փորձերը, որոնք ուղղված են Եվրամիության անդամակցության հարցը որպես քաղաքական գործիք օգտագործելուն, ինչը վնասում է Վրաստանի եւ Եվրամիության հարաբերություններին։ Այս ֆոնին քննարկվում է նաեւ Վրաստանի քաղաքացիների համար Եվրամիության հետ առանց վիզայի ռեժիմի հնարավոր կասեցման հարցը։ Վրաստանում Եվրամիության դեսպան Հերչինսկին հայտնել է, որ նոյեմբերի վերջին եվրոպական երկրները կհամաձայնեցնեն մեխանիզմը, իսկ դեկտեմբերի վերջին կպատրաստվի հատուկ զեկույց։ Այնուհանդերձ դեսպան Հերչինսկին նշել է, որ երբեք ուշ չէ եւ Եվրամիության դռները բաց են մնում Վրաստանի համար, եթե կառավարությունը ցուցաբերի համապատասխան կամք եւ ձեռնարկի անհրաժեշտ քայլեր։ Նա հավելել է, որ այս հնարավորության կորուստը սխալ կլինի, հաշվի առնելով, թե որքան ջանք են գործադրել վրացիների սերունդները հասնելու այս նպատակին։ Աննա Թանդարյան, Open Media։ Իսկ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում վերջին օրերին դրական ֆոն է։ Ներքին գործերի նախարարն ընդունել է Եվրամիության ներկայացուցչին ու ասել, որ վիզաների ազատականացման գործընթացը կարևոր փուլ է մտնում։ Եվրոպային մոտենալու ճանապարհին կարևոր է նաև առողջության պարտադիր ապահովագրությունը, որը եկող տարվանից փուլ առ փուլ մտնելու է ուժի մեջ։ Վարչապետն առողջապահության նախարարի հետ է քննարկել այս հարցը։ Վարչապետի մոտ Անահիտ Ավանեսյանն էր գնացել քննարկելու առողջապահական համընդհանուր ապահովագրության մանրամասները։ Արձանագրենք, առաջին փուլում 2026-ին համակարգին կմիանան 200,000 դրամ եւ ավելի աշխատավարձ ստացող քաղաքացիները, մինչև 18 տարեկան երեխաները,
65 տարին լրացածները, հաշմանդամություն ունեցող անձիկ, անապահովության նպաստի համակարգում ընդգրկված քաղաքացիները։ Բազային փաթեթները եւ դրան հավելյալ ապահովագրական փաթեթները միշտ սահմաններ են ունենում եւ օրինակ ատամնաբուժական ծառայությունները մեծամասամբ չեն մտնում ապահովագրական փաթեթների մեջ ընդհանրապես։ Ստացվում է, որ ովքեր կունենան ապահովագրություն կկարողանան դրանից օգտվել, բայց ոչ բոլոր հիվանդությունների դեպքում։ Առողջապահության նախարարն ասում է, ցանկ կլինի։ Օրինակ, այլ երկրներում էլ է այդպես։ Բոլոր հիվանդությունները չի, որոնց ծախսերը հոգում է ապահովագրությունը։ Մենք վերլուծել ենք Հայաստանում հիվանդացությունը, մարդիկ ինչից են ամենաշատը հիվանդանում, ինչից են հաշմանդամություն ձեռք բերում եւ մահացությունը ինչի հետ է կապված։ Այս հիվանդությունների շարքը առանձնացրել ենք եւ այդ հիվանդությունների բուժման մեջ էլ առանձնացրել ենք ամենաառաջնակարգ ծառայությունները, որոնք նախ կյանք փրկող են։ 200,000 դրամ եւ ավելի բարձր աշխատավարձ ստացող բոլոր մարդկանց համար գինը նույնն է, տարեկան վճարը 129,000 դրամ, ամսական 10,800 դրամ։ Իսկ ինչպես է վճարվելու այս գումարը, Փաշինյանն ու Ավանեսյանը երկու տարբերակի մասին են խոսում։ Զինապահ հիմնադրամը բավարար ֆինանսական միջոցներ է կուտակել, որպեսզի այդ միջոցների կառավարման արդյունքում գեներացված եկամուտները բավարարեն իր խնդիրները լուծելու համար։ Նշված աշխատավարձ ստացողը Զինապահ հիմնադրամին վճարում է ամսական 5,500 դրամ, փոխարենը կսկսի վճարել 1,000 դրամ եւ մնացած 4,500 դրամը կուղղվի առողջապահական ապահովագրությանը, իսկ 6,000 դրամը կարող են հետ ստանալ սոցիալական կրեդիտներից։ Լրացուցիչ վճարը մնում է 300 դրամ։ Դա տարեկան մեկ անգամ այդ չեքափը անցնելը եւ նաեւ ըստ տարիքի եւ սերի սկրինինգային ծրագիր անցնելը դառնալու է պարտադիր։ Բայց հրապարակված ցանկում արկա հիվանդությունների համար էլ ապահովագրությունն ամբողջությամբ չի փակում ծախսերը, սահմաններ եւս լինելու են։ Եվ ամեն ծառայության համար էլ մենք ունենք շեմեր փոխհատուցման։ Ես մի օրինակ բերեմ, քիմիոթերապևտիկ դեղերի համար դրել ենք տարեկան մինչև 1,200,000 դրամի չափով ենք փոխհատուցել։ Առողջապահության ապահովագրությունը ոչ միայն քաղաքացիների առողջության վերաբերյալ ծրագիր է, այլ նաև կարևոր պայման եվրաինտեգրման գործում։ Ամիսներ առաջ մեծ հետ զրույցում ոլորտային հանձնաժողովի ղեկավար Արման Եղոյանն ասաց. մի քանի պայման ունի Եվրամիությունը, որ վիզաների ազատականացում լինի, եւ այդ պայմաններից մեկը հենց առողջապահական ապահովագրությունն է։ Ամրանը Եղոյանը կարծում էր, որ վիզաների ազատականացման պայմաններն ամբողջությամբ կկարողանանք ապահովել ամենաշուտը 2027 թվականի կեսերին, հաշվի առնելով հենց առողջապահական ապահովագրության հետ կապված աշխատանքի ծավալը։ Իդեպ Հայաստան կատարած այցի ընթացքում Եվրոպական հանձնաժողովի միգրացիայի փոխտնօրեն Յոհանես Լուխները ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին է հանձնել Հայաստան-Եվրամիություն վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը։ Եվրամիության ներկայացուցիչը բարձր է գնահատել վիզաների ազատականացման ուղղությամբ Հայաստանի քայլերը, իսկ ներքին գործերի նախարարն ընդգծել է, որ Հայաստանը հանձնառու է իրականացնելու բարեփոխումները նպատակ ունենալով իր քաղաքացիների համար ապահովելու դեպի Եվրոպական միություն արժանապատիվ եւ դյուրին ճանապարհորդելու հնարավորությունը։ Սիմոն Հովանիսյան, Reopen Media։ Գեներալ գնդապետ Վլադիմիր Գասպարյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 35 միլիոն դրամ։ Դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ, հիշեցնեմ, դեռ 2020 թվականից Վլադիմիր Գասպարյանին մի շարք հոդվածներով մեղադրանքներ էին առաջադրվել, առանձնապես խոշոր չափերով վատնում, ծանրացուցիչ հանգամանքներում պաշտոնեական լիազորությունների չարաշահում եւ այլն։ Նրա հանդեպ սահմանվել էր նաեւ ընդհանուր 6 տարով ազատազրկում, սակայն մի քանի դրվագով վաղեմության ժամկետի շնորհիվ մյուս դրվագներով էլ համաներման արդյունքում Գասպարյանը կմնա ազատության մեջ։ Հոկտեմբերի 27-ին անհետացած եւ մեկ շաբաթ անց սպանված գտնված 3-ամյա Տիգրանի քույրն ու եղբայրները ժամանակավորապես տեղափոխվել են Հայ օգնության ֆոնդի երեխաների պաշտպանության կենտրոն, որտեղ նրանց հետ աշխատում են հոգեբանները։ Հիշեցնեմ, որ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի նախաձեռնությամբ խնամակալության եւ հոգաբարձության մարմնի հրատապ նիստ էր հրավիրվել քննարկելու Տիգրանի ընտանիքին առնչվող հարցեր, այդ թվում հորն ու մորը ծնողական իրավունքից զրկելու եւ Տիգրանի քրոջ ու եղբայրների հետագա խնամքը ապահովելու հարցերը։
Անցնենք մեկ այլ թեմայի Միացյալ Նահանգների ամենամեծ քաղաքում Նյու Յորքում առաջին անգամ ընտրվել է մուսուլման քաղաքապետ։ 34-ամյա դեմոկրատ քաղաքապետը հենց առաջին օրը խոստացել է պայքարել Թրամփի դեմ, հանրապետական Թրամփի։ Թրամփն էլ սպառնացել է դադարեցնել Նյու Յորքի դաշնային ֆինանսավորումը։ Please welcome your Democratic nominee and our next governor, Mikey Sherrill! Նոյեմբերի 4-ի ընտրությունները դարձան Դոնալդ Թրամփի նախագահության առաջին համազգային գնահատականը եւ ավարտվեցին դեմոկրատական կուսակցության ջախջախիչ հաղթանակով։ Այս հաջողությունը կենսականորեն կարևոր խթան էր դիրքերը կորցրած դեմոկրատների համար։ Վիրջինիայում նահանգապետ ընտրվեց չափավոր դեմոկրատ Էբիգեյլ Սփենբերգը։ Իր հաղթական ելույթում Սփենբերգը շեշտել է, որ Վիրջինիան ընտրել է պրագմատիզմը կուսակցությունից առավել։ Նմանատիպ հաջողություն է գրանցվել նաեւ Նյու Ջերսիում, որտեղ հաղթել է դեմոկրատ Մայքի Շերիլը, ամրապնդելով դեմոկրատների տպավորիչ հաղթանակների շարքը։ Սա դեմոկրատների ջախջախիչ հաղթանակն է, այլ կերպ սա հնարավոր չէ բնութագրել։ Նյու Ջերսիում առավելությունը մեծ էր, գրեթե ջախջախիչ։ Վիրջինիայում լիակատար ջախջախում էր, եւ առավելությունը այնքան մեծ էր, որ Էբիգեյլ Սփենբերգը կարողացավ իր հետ հաղթանակ տանել փոխնահանգապետի իր տեխնացուին եւ նույնիսկ գլխավոր դատախազի պաշտոնի սկանդալների մեջ թաթախված իր տեխնացուին, որի մասին շատերը կարծում էին, թե կպարտվի։ Նա հաղթել է 4-5%-ային կետի առավելությամբ։ Սակայն օրվա ամենադրամատիկ իրադարձությունը տեղի է ունեցել Նյու Յորքում, որտեղ քաղաքապետի ընտրություններում հաղթել է 34-ամյա դեմոկրատ սոցիալիստ Զոհրան Մամդանին, ավարտելով իր վերելքը նահանգային օրենսդիրից մինչև երկրի ամենաճանաչված դեմոկրատ գործիչներից մեկը։ Նա պայքարում էր 67-ամյա նախկին նահանգապետ Էնդրյու Քոմոյի դեմ, որը սեռական ոտնձգությունների մեղադրանքից հետո լքել էր հանրապետականների շարքերն ու առաջադրվել էր որպես անկախ թեկնածու։ Donald Trump, his message was simple. He is not supporting me, Donald Trump. He said that they Դոնալդ Թրամփի ուղերձը պարզ էր։ Նա ինձ չի աջակցել։ Թրամփը նախորդին ասել է, թե իմ երկրպագուն չէ։ Նա դեմ է Զոհրան Մամդանին եւ ասում է, որ Սլիվայի օգտին քվեարկելը նշանակում է քվեարկել Մամդանի օգտին, ինչը ճիշտ է։ Նախագահն ամեն ինչից առավել պրագմատիկ է։ Մամդանի հաղթանակը ողջևորել է Նյու Յորքի նրա երիտասարդ աջակիցներին, որոնք փոփոխությունների են ձգտում։ Գիտեք, մենք արդեն մոտ 13 տարի է ինչ Նյու Յորքում ենք, եւ սա առաջին քաղաքապետն է, որին քաղաքի ղեկին տեսնելու համար ես իսկապես ողջևորված եմ։ Մամդանի ընտրությունը ամերիկյան խոշորագույն քաղաքի առաջին մուսուլման քաղաքապետ միանշանակ չեն ընդունել հրեաները։ Նրա որոշ դիրքորոշումներ մտահոգություն են առաջացրել Իսրայելում եւ աշխարհի որոշ հրեական համայնքներում։ Ես չափազանց անհանգստացած եմ, սա է ճշմարտությունը։ Նա մի մարդ է, որը քարոզում եւ աջակցում է այն կազմակերպություններին, որոնք կոչ են անում ոչնչացնել Իսրայելը։ Եվ դա ինձ անհանգստացնում, տխրեցնում եւ վհատեցնում է։ Ամենամտահոգիչն այն փաստն է, որ Նյու Յորքի բնակիչներն աջակցում են այդ մարդուն։ Իր հաղթական ելույթում Մամդանին դիմել է իր աջակիցներին, խոստանալով նոր սկիզբ քաղաքի աշխատավոր դասի համար։ Շնորհակալ եմ իմ բարեկամներ։ Արևն այսօր թերևս մայր մտավ մեր քաղաքի վրա, բայց ինչպես մի անգամ ասել է Յուջին Դեփսը, ես տեսնում եմ մարդկության համար ավելի լավ օրվա արշալույսը։ Որքանով որ կարող ենք հիշել, Նյու Յորքի աշխատավոր ժողովրդին հարուստներն ու մեծ կապեր ունեցողները միշտ ասել են, որ իշխանությունը նրանց ձեռքում չէ։ Ամերիկացիների տրամադրությունների վրա ազդել է կառավարության շատդաունը, սենատում դեմոկրատների ու հանրապետականների տարաձայնությունների պատճառով բյուջեն չի հաստատվում եւ հոկտեմբերի 1-ից պետական ծառայողներն աշխատավարձ չեն ստանում, գիտական կենտրոնները չեն ֆինանսավորվում։ Դեմոկրատների տպավորիչ հաղթանակները ցույց տվեցին, որ ընտրողները դժգոհ եւ փոփոխություններ են ցանկանում։ Ընտրությունների արդյունքները ամերիկացի մեկնաբանները լուրջ հարված են համարում նախագահ Թրամփի եւ նրա վարչակազմի համար։ Դավիթ Գենջոյան, Reopen Media։ Ամերիկյան կառավարության գործունեության դադարեցումը դարձել է ազգային պատմության մեջ ամենաերկարը, հաղորդում է NBC News-ը։ Դաշնային կառավարության գործունեության դադարեցումը սկսվել է հոկտեմբերի 1-ին եւ տևում է արդեն 35 օրից ավելի։ Նախորդ ռեկորդը սահմանվել էր 2019 թվականի սկզբին Դոնալդ Թրամփի առաջին ժամկետի ընթացքում 34 օր եւ 21 ժամ։ Կոնգրեսը չի կարողանում համաձայնության գալ կառավարության ֆինանսավորման հարցում, քանի որ դեմոկրատները պնդում են ձգել առողջության ապահովագրության հարկային վարկերը եւ միջոցներ հատկացնել սուբսիդավորված առողջապահական ծրագրերի համար։ Հանրապետականները հրաժարվում են աջակցել այդ պահանջներին։ Գործադիրի աշխատանքի դադարեցման պատճառով 650,000 աշխատակիցներ արձակուրդի են ուղարկվել։ Կրիտիկական շրջաններում եւս 600,000 մարդ ստիպված է աշխատել առանց աշխատավարձ ստանալու։ Միացյալ Նահանգների տնտեսությունը շաբաթական կորցնում է գրեթե $2 միլիարդ։
Եվ վերջում եղանակի մասին այսօր Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, շաբաթվա ընթացքում օդի ջերմությունն աստիճանաբար կբարձրանա 4-ից 6 աստիճանով։ Հայպետհիդրոմետից հայտնել են, որ Երևանում ևս սպասվում է առանց տեղումների եղանակ, այսօր ցերեկը կլինի 17-ից 19 աստիճան։ Տաքություն։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, առավել թարմացված տեղեկատվությամբ Free News լրատվականը եթերում կլինի ժամը 13-ին, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս։ Հաջողություն։